Այսօր ազգային ժողովում պատգամավորների ելույթները նվիրված էին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում եւ նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններին։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով այս ոլորտում խառնաշփոթ է տիրում։ Հիշեցնենք, Հայաստանում կա 3 անձնագիր՝ սովորական անձնագիրը, նույնականացման քարտը եւ կենսաչափական անձնագիրը։ Ընտրելու իրավունք սակայն տրվում է միայն սովորական անձնագրով եւ արդյունքում 182,000 մարդ զրկվելու է քվեարկելու իրավունքից։ Այս իրավիճակը արդեն տեղով անեկդոտ է, որովհետև այս իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ձեռը չգիտի թե ձախն ինչ է անում, եւ նույնիսկ ձախ ձեռն էլ չգիտենք ինչ է անում։ Բայց օրենքները, որ այս մարդկանց զրկել են այս իրավունքից, կառավարությունն ընդունել է, եկել ազգային ժողով սենց հավասար զգաստով դակել են կանցել է։ Բավոր օրենքները բերում եք 24 ժամվա ռեժիմ, հրատապ, անհետաձգելի, հայբուդուր, եթե չընդունենք աշխարհի վերջնա, բայց այս ձեր օրենսդրական մեր օրենսդրական գործունեության արգասիքն է, անեկդոտ էլ պոզով պոչով այլ լինում։ Պատգամավորի կարծիքով հանրապետականի իրավիճակը լուծելու տարբերակը ում կշինելու փոխարեն աչքը հանելու ձևաչափի մեջ է տեղավորվում, քանի որ ՀԿ-ի առաջարկած տարբերակը այն է քվեարկելու հնարավորություն տալ այդ 182,000 քաղաքացուն չի ենթադրում նրանց կրկնակվեարկությունը բացառող որևէ մեխանիզմ։ Այս անձը տեսականորեն, այսինքն այդ մեխանիզմը չկա, նշանակում է միջանցք է բացվել, որ կրկնակվեարկություն տեղի ունենա։ Ու հիմա սա շատերին հասկանալիորեն հիմք է տալիս պնդելու, որ հանրապետական կուսակցությունը կրկնակվեարկությունների բազա է ստեղծում իր համար։ Իսկ կրկնակվեարկությունը բացառող մեխանիզմներ ստեղծելու ընդդիմադիրների առաջարկներին հանրապետականը պատասխանում է, որ ժամանակը սուղ է եւ իրենք չեն հասցնի նոր մեխանիզմներ դնել, մինչեւ նոր հանրակրվե։ Այս բացատրության մեջ սակայն չի տեղավորվում ընդդիմության առաջարկած մատների թանակոտման մեխանիզմը, որի համար եւս ՀԿ-ն բացատրություն ունի։ Ասում եմ, մարդկանց հարցրել եք, որ իրանց մատները թանակոտում եք։ Մարդկանց հարցրել եք, իրանք ուզում եք 20% ավելացված արժեքի հարկ տան, թե չտան։ Իրանք ուզում են եկամտահարկ տան, թե չտան։ Մարդկանց ընդհանրապես հարցրել եք, ուզում են ձեզ ընտրեն, թե չէ, ինչ եք ընտրություն նշանակում։ Այսօր մարդկանց հարցնեք, ընտրություն ուզում եք, կասեն հոգնել եք ձեզանից է, ձեզ ընտրությունից է, բոլորից հետ միասին եւ անհատապես յուրաքանչյուրից։ Ու հետո խոսում եք պոպուլիզմից։ Ընկերներով որ պոպուլիզմից խոսակ կներեք, դուք տանձից, խնձորից, մանդարին, վարունգ, պամիդոր, տենց բաներից խոսացիք։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի այն ելույթին, որտեղ վերջինս Փաշինյանին բնութագրել էր որպես ազնիվ պատգամավոր։ Պարոն Սահակյան, մենք ինչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքված են ձեր խմբակցությունում, բոլոր հնարավոր։ Ես ձեր իշխանության տարիներին 2 անգամ դատվել եմ քրեական հանցագործություններ կատարելու համար։ Մի տարի 4 ամիս եղել եմ հետախուզման մեջ։ 2 տարի մոտ էլ եղել եմ բանտում, ոնց է ձեր լեզուն պտտվում։ Ազնիվը դուք եք, ձեր խմբակցությունն է։ Ազնիվը ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն է, որոնց համատեղ ջանքերով դեռ 1999 թվին ես Հայաստանի Հանրապետության դատարանը ինձ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այնպես որ ոնց է ձեր լեզուն պտտվում այդպիսի բան ասել։ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրապարակային հայտարարեց ինքը կողմ է սահմանադրական փոփոխություններին եւ ցանկացած ոճի ասողի հետ պատրաստ է բովանդակային բանավեճի մեջ մտնել։ Արծվիկ Մինասյանը անդրադարձավ նաեւ Հրանտ Բագրատյանի ելույթին։ Պարոն Բագրատյանը ափսոս ստեղ չի, ես ուզում եմ անդրադառնալ անպայման իր երեկվա ելույթի վրա, ելույթին։ Պարոն Բագրատյանը բաներ ասեց, որոնք անշուշտ սահմանադրական փոփոխությունների հետ բացարձակապես կապ չունեն, այո, մասնավորապես պարլամենտական կառավարման համակարգ կոչվածի։ Հրանտ Բագրատյանն արձագանքի իրավունքով հայտարարեց, որ իր համար ընդունելի չէ այս ձևը, չի կարող մի պատգամավոր մյուսի վրա խոսել, ասեց Բագրատյանը։ Արդյունքում ազգային ժողովի նիստերի դահլիճում սկսվեց վիճաբանություն 2 պատգամավորների միջև։ Եվ չի կարելի վեր կենալ մյուսի վրա կարծիք հայտնել, ես իմ կարծիքն եմ հայտնել։ Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս ձեր ասածի վրա կարծիք հայտնել։ Մանավանդ ձեր ասածի մեջ 90%-ը սխալ էր, այդպես բան չի եղել։ Ձերը 1000%-ով սխալ, պլյուս 70 տարի, պլյուս 80 տարի առաջ ձերը սխալ է, հանրապետությունից բան չթողեցիք արա։ Բա ոնց, դու չես թողել։ Բա ով էր 18-ից 20 թվով էր, բա ոնց, ես չեղավ սենց, ես
բաներ մի արեք։ Մանավանդ դուք իշխանություն չեք, ինչ եք մեջ դան ընկնում։ Մեջ ընկնում արա։ Մեջ խեք ընկնում։ Ես խնդրում եմ ավելի պատշաճ նույնականացման քարտի համար մի վիճեք։